Իրականում որքան էլ որ մեր ընդդիմադիր գործընկերները հպարտանում էին այն բոյկոտի process-ով, որ կազմակերպվում էր Երևան քաղաքում տրանսպորտային վճարների տեսանկյունից։ Այո, որոշ չափով այդ բոյկոտը նաև հիմա մենք տեսնում ենք, որ ազդել է եկամուտների վրա, բայց այնուամենայնիվ իհարկե մոտավորապես 75-80% մարդկանց պարտաճանաչ վճարում են, այսինքն երևանցիները հիմնականում նույնիսկ առանց տուժի տուգանքի, ուղղակի իրենց իրավագիտակցությունը իրենց թույլ չի տալիս այդ չվճարել եւ այդ process-ին միանալ, եւ ես շատ շնորհակալ եմ մարդկանց իրապես հասկանալու, թե Երևանի քաղաքապետարանը ինչ է անում եւ այնուամենայնիվ մի արձանագրում պետք է անենք։ Բոլոր այն կոչերը, որոնք որ միտված էին նրան, որ Երևանի քաղաքապետարանի եկամուտները նվազեցեն, մասնավորապես տրանսպորտի ոլորտում։ Սիրելիներս, դրանք ազդելու են հենց տրանսպորտի ոլորտի վրա։ Առաջին հերթին եւ օրինակի համար եթե այսօր մոտավորապես 2.7% ունենք մենք ավտոբուսներ, որոնք որ դուրս չեն եկել, այսինքն այդ ֆինանսական հոսքը այնքան է աճում, որ Երևանի քաղաքապետարանը ուղղակի ֆիզիկապես կարող է չկարողանա անընդհատ այս ծավալը սպասարկի եւ հետեւապես կրկին անգամ եւ ուզում եմ հատուկ շեշտել եւ այստեղ որևէ տենց երկրորդ կարծիք չկա, այո պետք է լինի տուգանք, այո հարային տրանսպորտից օգտվելու եւ չվճարելու համար պետք է գործի տուգանք։ Երևանի քաղաքապետարանը կամ Երևան քաղաքը միակը չեն աշխարհում, որ ունեն նմանատիպ խնդիր։ Այսինքն դա կա Փարիզում, դա կա Լոնդոնում, դա կա եւ կներեք ամենայն հարգանքով նորից այդ բոյկոտի շղարշի ներքո ուղակի կոծկելը անպատասխանատվությունը ես տենց չեմ ընդունում։ Դա անպատասխանատվություն է քաղաքապետարանի նկատմամբ, սեփական քաղաքի, սեփական քաղաքում ունեցած հանրային տրանսպորտի